նախ ընտրությունների մասով փաստորեն այս ընտրական process-ը ցույց տվեց Գյումրու, որ հնարավոր է դրանից առաջ էլ իմի դեպ, հա, ընտրական process-ները ցույց էին տվել, որ հնարավոր է պարտության մատնել քաղաքացիական պայմանագրին ընտրական գործընթացների միջոցով։ Դա ֆիքսենք, դա տեղի էր ունեցել Երևանում 21 թվականին Գյումրիում, Վանաձորում, այսինքն հերքվում է այն թեզը, որ այ ընտրությունների միջոցով հնարավոր չէ որևէ հաջողության հասնել, իշխանությունը փոխել, իհարկե իշխանությունները այս ընտրական գործընթացների ժամանակ դիմեցին օդում կախված լուրերի տարատեսակ հնարքների, որպեսզի ապահովեն մեծամասնություն, բայց շնորհիվ գյումրեցիների քաղաքացիական ու քաղաքական մեծ ակտիվության, որովհետև եթե վերլուծենք այս ընտրական գործընթացը 47,000, հա, եթե չեմ սխալվում, գյումրեցի մասնակցել, այն դեպքում որ 21 թվականին 26,000 էր կարծեմ մասնակցել, այսինքն տարբերությունը շատ ակնհայտ է, էլի, եւ այն 17,000 ձայնը, որ քաղաքացիական պայմանագիրը կարողացել էր գեներացնել, ի դեպ հիմա ասում են մենք ամենաշատն ենք հավաքել, մենք ամենաշատն ենք հավաքել, վերջի շրջանում, հա, իրոք շատ են հավաքել, որովհետեւ լավ են աշխատել ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման առումով, նաև լավ են աշխատել ըստ օդում կախված լուրերի տարբեր հայտարարություններ եմ լսում, չգիտեմ, ասենք որքանով դա հավաստի է, բայց հակված եմ մտածելու, որ դա հավաստի է, ինչ որ կարուսելների մասին են խոսում, ինչ որ գումարների բաժանման մասին են, այդպես հայտարարություններ մամուլում լսել եմ տարբեր մարդկանց կողմից, այսինքն իրենք ունեցել են մոտավորապես 8-9% վարկանիշ, մնացածը արդեն գեներացրել են այդ բոլոր այդ գործիքները օգտագործելու միջոցով։